Ինչպես է արվեստը ծառայում մարդկությանը։ Որն է այդ ոգեշնչող պատասխանը, որ փնտրում է ստեղծագործող մարդը։ Բարձր արվեստը ապրելու, արարելու և երազելու կամք է տալիս։ Իսկ էլ ավելի շատ կյանքը սիրելու ձգտում։ Ասում են նոր ծնված մարդու տեսողությունը և լսողությունը շատ թույլ է, ավելի զգայուն է հոտառությունը։ Երանի առաջին ճիչից կարողանայինք ճանաչել նրանց, ովքեր ապագայում դառնալու են նշանավոր անհատներ և հեղափոխելու են սերունդների աշխարհընկալումը։ 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Կյուրին գյուղաքաղաքում Սուրբ Զատիկի օրը հարության թանձր գիշերում ճրագով լուսավորված սենյակում ծնվեց տղա։ Նրա մեծ պապը, որ գյուղի մեծն էր, խանդավառված բացականչեց. Հարություն եկավ մեր տուն։ Հայտնի է, որ երեխաները գույները տարբերում են և առավել ևս մտապահում սկսած 3-4 տարեկանից։ Բավական հասուն տարիքում պատմում էր մեծ տատի ծնկներին գցված բրդյա կարմիր ծածկոցի երանգների ու վրան պատկերված քառակուսիների մասին։ Այնինչ ծածկոցը վերջին անգամ տեսել էր 3 ամսականում։ Աստված ուրիշ որակի ընկալումներ ու զգայարաններ էր տվել այս մարդուն։ Հարությունը իր մանկության հուշերը պատմում էր այնպես, կարծես տեսնում էր դրանք։ Մանկապարտեզում հանդեսի ժամանակ իր բաժին քառյակը չի կարողանում արտասանել։ Սառել էր վախից։ Ու պապը, ով այնտեղ ներկա էր եղել, ասել էր. «Քեզ համար սպիտակ ձի կառնեմ ձագուկ, ասա»։ Ու պապը բերել էր սպիտակ ձին։ Հարությունի հիշողության սուրբ անկյան մեջ մայրն էր, որ կապում էր մանկական հիշողության վառ ու մութ գույները։ Ցնցում, խուճապ, աղմուկ, մարող ճրագներ, մթնող երկինք ու ողբի պատկերներ, որ խառնվել էին սուրացող քամու հետ։ 5 տարեկան էր Հարությունը, աքսորի ճանապարհներով տարել էին հորը։ Խառն իրավիճակում մայրը հասցրել էր երեխաներին նստեցնել սպիտակ ձին, որը հետո ձեռքներից առել էին, ու չգիտես ինչ ճամփաներով նրանց հասցրել էր Հալեբ։ Հարությունը խամրած հուշերը արտասովոր լույսով պատմել գիտեր, ու հիշում էր, որ ոտաբոբիկ էին, առնոտված ու վիրավոր, ծարավ, արևից խանձված ու սովամահ, բայց ինչ-որ գերբնական ուժ տանում էր առաջ։ Անցնում են դերձոր ու տեսնում այն, ինչ հետո խորը խազեր պիտի թողներ մանկական մտքում։ Հիշում էր, որ քրդերը յաթաղանը ձեռքներին գալիս էին բլուրնի վեր, մայրը հրահանգել էր, օգնեք ինձ զաքուկներս։ Ու ընդամենը 26 տարեկան կինն իր մանկահաս տղաների հետ բլրի վրա թիկնած հսկա ապարաժը գլորել էր քրդերի վրա։ Փրկվել էին։ Հալեբ հասնելուն պես ծանր հիվանդության պատճառով մահացել էր պահապան մայրիկը։ Այդ օրը, երբ մայրիկը հեռացել էր դեպի հավերժ կապույտը, Հարությունը եղել էր նրա սնարի տակ։ Ինչ գույն ունեն որբանոցի պատերը, սև, մոխրագույն, ճահճոտ կանաչ, չէ, մոր կարոտի գույնն է դա, սիրո կարոտի, քնքշագին համբույրի։ Մանկության հուշերի պատկերներում չմոլորվող Հարությունը էլ ավելի լավ էր հիշում պատանեկությունը։ Պատմում էր, որ մինչև 4-րդ դասարանը լավ էր սովորում, բայց տետրերի պարապ բոլոր անկյունները լցված էին նկարներով։ Շատ էր սիրում նկարել։ Մի օր որբանոցի նվիրած պայուսակը ուսին տղաների հետ գնում են թութ գողանալու։ Պահակի գալով բոլորը փախչում են։ Պայուսակը չի հասցնում վերցնել։
Վերջինիս հետքերով գալիս են ու որ փանոցի տնօրենը սպանելու աստիճան ծեծով պատժում է տղային։ Նա երկար օրեր մնում է անկողնում, իսկ առողջանալուց հետո վախից այլևս չի վերադառնում դպրոց։ Արևելյան տոթակես Հալեպի փողոցներն ու շուկաները, գունագեղ մայթերն ու փոշոտ, հողածածկ տանիքները, արևի կրակից կարմրած դեմքերը, հեռուներում ծվարած կիսան պավազների մշուշները, հարությունը գտավ իրեն։ Հալեպի շուկաները նրա սիրած վայրերն էին։ Այստեղ էր, որ տեսնում էր իր կյանքում պատահած ամենագունեղ պատկերները։ Այրող լույսի ու կիսազով ստվերների միջից դուրս էին գալիս սև երկար զգեստներով, գանգուր մազերով, սև աչքերով թուխ ու մի քիչ կախարդական մարդիկ, քրդեր, արաբներ, հայեր, եվրոպացիներ, խորհրդավոր կանայք, ոսկով պատված սպասք, անուշաբույր համեմուկներ։ Տապից տաքացած բրդով ուղտերի քարավաններ ու շուկայի մեջ օրորոցային երաժշտության նման կանչող շատրվաններ։ Նկարում էր այն, ինչ տեսնում էր, ու ճանաչում էր մարդկանց ոչ միայն իբրև կերպար, այլև առևտրական, եկվոր, ավանակ վաճառող, արհեստավոր, ամբարու պահվածքով մեկը կամ բարեպաշտ։ Ապրում էր հոգևոր մի վերելք, որը բուն էր դնում էության և ոչ առարկայի թրթիրներով շնչող նրա հոգում։ Հարությունը շուտով թողնում է որփանոցը, իր հետ տանելով նաև իր փոքր եղբորը։ 4 եղբայրներն ապրում էին հորեղբոր տանը։ Հալեպը գունեղ քաղաք էր, բայց այստեղ չկային նկարչական ակադեմիաներ կամ հայտնի վարպետներ։ 13-ամյա տղան մի գեղագրի մոտ անցնում է աշակերտության։ Հետո Հալեպ ժամանած Եղիա Գասպարյան անունով նկարչի հավաքած խմբում նկարում։ Իբրև ուսուցիչ Հարությունը ընդունում էր Օնիկ Ավետիսյանին, ով երիտասարդ ուսանող էր Վիեննայից և վերադարձել էր Հալեպ արձակուրդի։ Ավետիսյանը հիացած էր Հարությունի տաղանդով, ինքն էր վերցնում Հարությունի ներկերի տուփն ու ուղեկցում բնության մեջ նկարելու։ Պատանի նկարիչը մարդկային հոգեբանության նուրբ զգացողությամբ ցնցում էր նրան։ Միայն մեկ արձակուրդային ժամանակահատված, ահա Հարությունի ստացած նկարչական ուսումը։ Անիից գաղթած ազնվական հայրը Ֆերմանյան ազգանունը, որ բառացի նշանակում էր հրովարտակ, փոխել էր Խարմանդյանի, քանի որ ազնվականները հարվածի տակ էին։ Խարման թուրքերենով նշանակում է կալս։ Հարությունը թարգմանում է սեփական ազգանունը և նկարների տակ ստորագրում Կալենց։ Նա արդեն ճանաչված նկարիչ էր։ Չնայած երիտասարդ տարիքին վայելում էր հասուն շրջապատի ակնածանքն ու հարգանքը։ 1930-ական թվականներին Բեյրութում հանդիպում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեին։ Եվրոպական գույները տեսնում էր նրա միջոցով։ Միշլեն Կալենցին տանում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի ճանապարհներով։ Կալենցը տարվում է այդ նկարչությամբ ու ավելի վստահ դառնում։ Միասին ճամփորդում էին Սիրիայի քաղաքներով, ցուցադրություններ ունենում, վաճառում էին նկարներ։ Կալենցը կայացել էր իբրև նոր խոսք ասող գեղանկարիչ։ Այս ժամանակը Կալենցի ամենաբազմաժանր ստեղծագործությունների շրջանն էր։ Զբաղվում էր մոնումենտալ թատերական դեկորներով, քանդակով, ձևավորում էր գրքեր ու թերթեր, ծաղրանկարներ էր անում, բուկլետներ։ Իսկ գեղանկարչությունը համարում էր մի բան, որին պետք է նվիրվել ամբողջովին, վստահ էր, որ ուսումը սպանում է տաղանդը, որ գեղանկարչությունը չեն սովորեցնում։ Այո, Աստծո կողմից նրան շնորհած տաղանդը գուցե անմշակ էր, բայց շքեղ էր ինչպես նոր փորված հանքից գտած բնական շափյուղան։ Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Կալենցը ձևավորում է Լիբանանի տաղավարը։ Դա 2 մետր լայնությամբ և 7 մետր երկարությամբ հարթաքանդակ էր։ Բեյրութի շատ հյուրանոցներ զարդարվում էին նրա նկարներով։ Տեղի օպերան էր ձևավորում Կալենցը, մասնավորապես օպերայի մեծ վարագույրը։ 1940 թվականին Բեյրութում կառուցվում է Սուրբ Նշան եկեղեցին։ Սուրբ Խորանի տիրամոր պատկերը վստահվում է Կալենցին։ 1945-ին նկարազարդում է Լիբանանի Զմարի վանքի գմբեթը։ Կարելի է ասել իմպրեսիոնիստական էին նրա գործերը։ Նա չէր նկարում վառ երանգներով, բայց լույսի շողերը թափառելով նկարի վերնաշերտ կամ երբեմն հայտնվելով անսպասելի մի տեղում շնչառություն էին ստեղծում, կամ էլ ժամանակի ու տեղի
այս վայրկյանի զգացողություն։ Չնայած այս ամենին Կալենցը նկարում էր մի քիչ խիստ, վրձինն աշխուժ էր, բայց իմպրեսիոնիստական ազատությամբ։ Նկարում էր դիմանկարներ, տիպական բնապատկերներ, ծովը, նատյուրմորտներ։ Նրա դիմանկարներում զգացվում էր այն վստահ ձեռքը, որ կտավի վրա մի քանի հստակ հարվածով կերպարանավորում էր մարդուն։ Անկասկած հայտնի էր, սպասված հյուր էր, շատ պատվերներ ուներ, աշակերտներ։ Ահա հենց աշակերտներից մեկն էլ դառնում է նրա կինը, կյանքի ընկերն ու ուղեկցողը։ Արմինեն միակն էր, ով անվերապահորեն հավատում էր Կալենցի անսպառ տաղանդին։ Նա Կալենց գեղանկարչի անմնացորդ երկրպագուն էր, ում ներում էր բոլոր դավաճանություններն ու թեթևամտությունները։ Նա Կալենցի նեղ պահերի միակ հենարանն էր և միակ հուշագիրը։ Արմինեին Կալենցը նկարել է շատ անգամներ։ 1944 թվականի մի դիմանկարում Արմինեն նոր էր ծննդաբերել իրենց առաջնեկին և բաց կապույտ հագուստով էր։ Կալենցը նկարեց ոչ միայն լոկ դիմանկար, դա Արմինեի ներքին լռության, մայրական քնքշանքի խոհեմության ու նվիրումի ընդունումն էր։ Այս շրջանում էին նկարվել նաև Կալենցի կիսավարդ շնչառությամբ երկու նկարներ՝ եղբոր դիմանկարը և քահանան Տրիպոլիից։ Պլաստիկ անավարտություն, որ թույլ է տալիս մտովի շարունակել կամ գուցե ավարտել նկարը։ Կա կարևորը, մնացածն ավելորդ է, անկարևոր։ Հայրենիքից հեռու մարդու հոգում միշտ մնում էր այն ճիչը, որ մի օր պիտի արձակեր։ Հայրենի հող։ 1946 թվականն էր։ Հայրենադարձների երկրորդ քարավանով Կալենցն ընտանիքի հետ եկավ Երևան։ Ծովափնյա տաք թավշյա գույներով Բեյրութից հետո ահա հետպատերազմյան խորհրդային Երևանը։ Գորշ կանաչ զգեստներով կիսասոված մարդիկ, խարխուլ փողոցներ, խոնավ ու ցուրտ կայարան։ Սա էր հայրենիքը։ Սկզբում անծանոթների հյուղակներում էին ապրում և անկասկած իբրև հայրենադարձ անվտանգության ծառայությունների հսկողության տակ։ Բերված ունեցվածքը թալանվել էր, չկար աշխատանք, սով էր, բառիս բուն իմաստով և ամենասարսափելին, չկար հույս։ Վերջապես բլրի վրա տվեցին հողակտոր, որտեղ դեռ երկար տարիներ պիտի կառուցեր իր տունը, այգին, արվեստանոցը։ Գալուց մեկ տարի անց ընդունեցին նկարիչների միություն, բայց շատ չանցած հեռացրեցին։ Ֆորմալիստ, կոսմոպոլիտ, անհեթեթ մեղադրանքներով։ Խորհրդային իրականությունը թելադրում էր այն, ինչ Կալենցի համար անհասկանալի էր, խորթ, վայրի։ Կալենցը հոգեկան խորը ճգնաժամի մեջ էր։ Նա հայտնվել էր ստեղծագործական չգոյության մեջ։ Այս ճանապարհին է ծնվում Կալենցի ինքնադիմանկարների շարքը, ուշանկայով ինքնադիմանկար, գունազրկված, խունացած ու մի քիչ անտարբեր։ Առանձնացող էին Արմինեի դիմանկարները, որքան շատ էր նկարում նրան։ Ի վերջո խորհրդային նկարչական միտքը թելադրում է նկարել սոցիալիստական աշխատանքի հերոսուհուն, ինչ անսովոր պատկեր, տարազով երիտասարդ, նուրբ և անչափ հնազանդ կին։ Նկարչի ընդվզումն էր։ Նա կարծես թաքցնում էր իր գույները և թողնում էր այն, ինչ զգում էր։ Նա այդպես էլ չնկարեց աշխատող խորհրդային ժողովրդի կենցաղ։ Բնական է, որ այս շրջանից շատ քիչ նկարներ են պահպանվել, քանի որ դրանք պարզապես չէին նկարվում և վերջ։ Անձրևից հետո ծորացող կաթիլի մեջ պարզության մի երանգ կա, որ մանուշակագույն է,
կամ նրա մի ուրիշ երանգ։ Պարզ է, ջինջ, ու նրա միջից երևում է հեռուն։ Կալենցի համար մարդն իր էությամբ կար և մնում էր աշխարհստեղծման կարևոր բեկոր։ Նա մարդուն համարում էր բնության անխախտ մասնիկ, որի օգնությամբ բացվում են բնության գեղեցիկ գաղտնիքները։ Նա մարդուն հանեց կյանքային, սովորական տարածությունից, սիրեց ու գնահատեց նրա ներքին բովանդակությունը, առանձնացրեց խաբուսիկ արտաքինը ներքին անգնահատելի փայլից։ Նա ճանաչում էր բնավորությունը, առանձնացնում կամքի ուժը ձևական պահվածքից։ Դիմանկարի նմանությունը նրա համար կարևոր չէր, քանի որ դա չէր միտքը, նպատակը։ Նա կերպարի հետ շփվում էր նկարի միջոցով ու թողնում մի աներևույթ տարածություն, որտեղ իշխում է ինքը, նկարիչը, ժամանակի մեջ լողացող, ժամանակից հրաժարվող ու նոր մթնոլորտում ծնվող ու ապրող ստեղծագործություններ։ «1956 թվականին էր, որ Հարություն Կալենցի կենսագրության մեջ մի նոր էջ է բացվում։ Ճակատագրական հանդիպում մի մարդու հետ, ով մասնագիտությամբ հեռու էր գեղանկարչությունից։ Նա գիտնական ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանն էր։ Անվերապահորեն գերված Կալենցի արվեստով մի նոր դուռ բացեց նրա համար։ Դարձավ պատվիրատու շատերին բերելով Կալենցի արվեստանոց։ Մոսկովյան իր տանը բացեց Կալենցի անհատական ցուցահանդեսը, հետո Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտում, այնուհետ Լենինգրադի պետական Էրմիտաժի տնօրեն Բորիս Պյոտրովսկու տանը։ Մեծ հաջողություններ գրանցեցին այս ցուցահանդեսները։ Կալենցի շուրջ էին հավաքվում հայտնի մտավորականներ, արտիստներ, գրողներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ։ Կալենցը նորից վերադարձնում էր իր վրձնի գույները, նորից առատ, վառ, նորից հասունացած տաք և խոսում սառը գույներ։ Նորից ստեղծում էր կտավներ, որոնք շրջանակված էին կարողությունների ցուցադրության անհակ կանչով, սակայն այլ աշխարհընկալմամբ, իրականության այլ մեկնությամբ։ Այս շրջանում է Կալենցի մեջ ձևավորվում աշխարհի ամբողջականության մասին ընկալումը։ Չկա բնության կենդանի և անկենդան բաժանում, ժայռ, ծառ, քար, տերև, երկինք, մարդկային դեմք, բոլորը հավասարեցված են, ընդգծված ու հավասարապես նշանակալի։ Ամեն առարկա ոգեղեն է, և ամեն մեկի մեջ կյանքի լույս կա։ Աշխարհի ամբողջականության ընկալումը Կալենցի մեջ ծագում էր կյանքի ոչ էական, պատահական դրսևորումներով, գեղեցկության մարմնավորումը գտնելու ձգտումից, ելնելով այն համոզումից, որ գեղեցկությունը բարի է, որ այն ներծծված է աշխարհաստեղծման մեջ, ամեն մի աննշան էության մեջ,
Եվ այն կարող է փրկել ոչ միայն աշխարհը, այլև առանձին մարդուն։ Գալեն ստեղծագործողի, մտածողի, արարչի զարգացումը ի հայտ է գալիս Աստվածամոր նրա 4 կտավներում, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակներում և հուզական ու գունային տարբեր արտահայտություններով։ Հայկական Աստվածամայրը լի էր լույսով, կորցրածի հանդեպ խոցված սիրով, որը շարունակում էր ապրել, չնայած հանդիպող փորձություններին։ Այս կերպարները նրա մեջ հասունացել էին ոչ միայն վերապրածի կանչով, այլև չարի նկատմամբ բարու հաղթանակով։ 1962 թվականին Երևանում բացվում է Հարություն Կալենցի առաջին կենդանության օրոք կազմակերպված միակ անհատական ցուցահանդեսը։ Իսկ մասնավոր ցուցասրահի գոյության մշակույթը կինը Արմինեն բերեց մեր իրականություն։ 1968-ին ամուսինների ձեռքով կառուցված տանը բացվում է Կալենցի մասնավոր ցուցասրահը, ուր տարիներ շարունակ պիտի գային Կալենցի արվեստով հիացողները։ Այդ օրը ներկա էր մայրաքաղաքի արվեստասեր ողջ վերնախավը, բայց արդեն չկար ինքը, Կալենցը։ 1960-ական թվականներին չնայած գույնի նկատմամբ խոնարհացած սիրուն և նվիրումին, Կալենցը սկսում է գրաֆիկական աշխատանքների շարք, մարդկանց դեմքեր, կնոջ մերկ բնություն, շփոթված մտքեր, անփույթ կերպարներ տձևացած տարածության մեջ։ Նկարում էր մատիտով, պարզապես գրչով, ֆլոմաստերով, թանաքով։ Նկարում էր ամենուր, ծխախոտի տուփի վրա, անձեռոցիկի անկյունում, ինչ էր կատարվում։ Նա կարծես նոր տարածություններ էր փնտրում։ Ու չնայած մատիտով էր նկարում, դրանք գծանկարներ էին, բայց իրեն հարազատ գեղանկարչության վարժանքով էին արվում։ Նա մի գիծը հասունացնում էր այնքան, որ դառնում էր հոգեհուզական զուգահեռ տարալուծվող ամբողջի մեջ հյուսվող շրջանակից դուրս եղած աշխարհի հետ։ Որքան անխուսափելի է ձմեռը և որքան սպասելի գարունը։ Իր վրձնի նման դիպուկ էր Աստծո որոշումը։ Մի քանի րոպե և վերջ։ Կալենցը 57 տարեկան էր։ Ինչ էր նրա կյանքը։ Սեր, կարոտ, բաժանում, հիասթափություն, անհոգություն, ընդվզում և հիացում։ Այո, Երանի առաջին ճիչից կարողանայինք ճանաչել նրանց, փայփայել, պաշտպանել կյանքի հարվածներից, որպեսզի նրանք կարողանային տրվել միայն իրենց տաղանդին, աստվածային մուսային։ Ու եթե արվեստը ապրելու կամք է տալիս ու կյանքը սիրելու ձգտում, ուրեմն նա գիտեր այդ արվեստի լեզուն։